Ողջույն, եթերում կրկին սպասված հանդիպումն է և մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Mining.com համաշխարհային կարևորագույն լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ֆրիկ Էլսին, ով նաև օրերս Ծաղկաձորում ընթացող Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի պատվավոր հյուրերից էր։ Պարոն Էլսիի հետ խոսելու ենք Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման միտումների, առկա խնդիրների և իհարկե թափանցիկության մասին։ Բարև ձեզ, պարոն Էլս, շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Pleasure to be here. Պարոն Էլս, դուք առաջին անգամ եք Հայաստանում, խնդրում եմ կիսվեք ձեր տպավորություններով, ինչ եք հասցրել տեսնել, քաջատեղյակ ենք, որ դուք արդեն հասցրել եք լինել Հայաստանի երկու հսկա հանքարդյունաբերական ձեռնարկություններում։ Yes, it is my first time in Armenia. Այո, ես առաջին անգամ եմ Հայաստանում։ Հանքարդյունաբերության ոլորտը այստեղ բավական հետաքրքիր է։ Այստեղ ծանոթացա եւ արդեն երկար տասնամյակներ աշխատող հանքարդյունաբերական ծրագրի հետ։ Եվ կա ծրագիր, որը նոր է պատրաստվում սկսել աշխատանքները։ Շնորհակալություն եւ կուզեի, որ մի փոքր պատմեք ձեր ղեկավարած հարթակի Mining.com-ի մասին, ինչ է իրենից այն ներկայացնում, մի փոքր ավելի մանրամասն ներկայացնենք հեռուստադիտողին։ Yes, happy to talk about Mining.com. It started Mining.com-ը սկսել է իր աշխատանքները 2011-ին, արդեն 14 տարվա պատմություն ունի։ Մենք սկսել ենք որպես փոքր լրատվամիջոց, բայց այսօր արդեն ամսական 10 միլիոն անհատական օգտատեր ունենք, որոնք աշխարհի տարբեր կողմերում են։ 40%-ը Հյուսիսային Ամերիկայում է, մնացածը Եվրոպայում եւ Ասիայում։ Մեր ծածկույթը մեծ է, ոչ միայն ընթերցողների աշխարհագրության առումով, այլև թեմաների ընտրության։ Մենք ներկայացնում ենք հանքարդյունաբերությունը որպես համապարփակ ինդուստրիա եւ խոսում ենք բնապահպանությունից, սոցիալական ազդեցությունից, մենք խոսում ենք նաեւ բիզնեսի առանձնահատկությունների մասին։ Եթե չլինեն բիզնես հնարավորություններ եւ ներդրումներ այս ոլորտում, չեն լինի հասարակական օգուտները, չեն լինի տնտեսության համար հնարավորությունները։ And there is no upliftment of society or of economy of a country. Ասացեք խնդրեմ, ինչպիսին պետք է լինի լրագրողի դերակատարումն այժմյան իրականության մեջ։ Չէ՞ որ երբեմն ոչ թե փաստագրված, այլ նաև էմոցիոնալ ազդեցությամբ գրառումներ են արվում եւ բնականաբար հենց դրանք հիմք են դառնում հանքարդյունաբերության ոլորտի շուրջ թյուր կարծիքների ձևավորման։ Right, excellent question. What we've tried to do at Mining.com is Mining.com-ում մենք հենց սկզբից հայտարարել ենք, որ չենք դառնալու միայն արդյունաբերության ձայնը, չենք զբաղվելու միայն ոլորտի դրական ներկայացմամբ, այլ պահպանելու ենք հավասարակշռությունը։ Բայց անշուշտ հանքարդյունաբերության մասին թյուր պատկերացումներ շատ կան, ամենուր, նույնիսկ այն երկրներում, որտեղ հանքարդյունաբերությունը շատ հին ու երկար պատմություն ունի եւ տնտեսության անբաժանելի մաս է։ Հետևաբար մենք փորձում ենք պահպանել բալանսը։ So we need to strike the balance, but we also found over the years so much of what we do. Մեր գործի մի զգալի մասը կրթությունն է։ Կրթական հոդվածներն են, քանի որ հանքարդյունաբերության մասին շատ ապատեղեկատվություն կա։ Հանքարդյունաբերության մասին տարածված ասույթ կա։ Ամեն ինչ կամ աճում է հողից կամ հանքարդյունահանվում է։ Մարդն ամեն օր իր կյանքում շրջապատված է իրերով, որոնք բոլորը հանքարդյունահանման արդյունք են, բայց հասարակությունը միշտ չէ, որ այդ մասին տեղյակ է։ Throughout his life, but that doesn't always mean that the public is aware of this. Պարոն Էլս, Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը անցկացվում է երկրորդ անգամ։ Դուք պատվավոր հյուրերից եք։ Ձեր մեկնաբանությունը կուզեինք լսել ֆորումի մասին։ Ինչպես այն անցավ, բազմաթիվ բանախոսություններ, անդրադարձ խնդրահարույց հարցերին, ձեր տպավորությունների մասին եւ որն է նման միջոցառումների գերնպատակը։ I visit a lot of countries, small and large, involved. Ես շատ երկրներ եմ այցելում, տարբեր ծավալի հանքարդյունաբերությամբ, շատ մեծից, շատ փոքր։ Ինձ համար Հայաստանում նախ շատ տպավորիչ էր տեսնել, որ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Զանգեզուրը եւ Ամուլսարը շահագործող ընկերությունը, փորձում են աշխարհի հանքարդյունաբերական լավագույն չափանիշները բերել Հայաստան եւ կիրառել տեղում։ The Armenian mining industry, I don't want to say into the 21st century, but
take up all the best practices from all around the world. Բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական լավագույն փորձը տեղում կիրառելը մեծ նպատակ է եւ առաջադրանք։ Հանքարդյունաբերությունը երկար ժամանակային ցիկլ պահանջող ոլորտ է։ Հանք կառուցելը տևում է 10 տարուց ավելի։ Հանքը կարող է աշխատել մի քանի սերունդ, երբեմն, ինչպես օրինակ Զանգեզուրի դեպքում։ Այնպես որ նման խնդիրներ լուծելը պահանջում են զգալի ջանքեր եւ այն էնթուզիազմը եւ նվիրումը Հայաստանի ոլորտի կողմից շատ տպավորիչ է։ Sometimes for generations like Zangezur has. So it's a giant task and the enthusiasm and focus on modernizing the industry has been really impressive. Ինչ է ցույց տալիս ձեր տասնամյակների փորձը։ Կան արդյոք այսօր աշխարհում հանքարդյունաբերական ընկերություններ, ովքեր արդեն իսկ կայուն զարգացման լավագույն փորձն են դրսևորում։ I'm based in Canada, so there was this huge scandal. Ես Կանադայում եմ ապրում։ Շատ տարիներ առաջ տեղի ունեցավ հայտնի սկանդալը BRE-X ընկերության մասնակցությամբ, որը Ինդոնեզիայում ոսկու հանքի ծրագիր էր, որի սեփականատերերը կեղծ տեղեկատվություն էին տարածել այդ հանքի ոսկու պարունակության մասին։ Այս սկանդալից հետո երկիրն ընդունեց գործիքակազմ, որը ներառում է որոշակի չափանիշներ, որ պահանջում է բոլոր ընկերություններից Կանադայում հրապարակել համապատասխան փաստաթղթեր այս չափանիշների համապատասխան։ Այս գործիքակազմը այս չափանիշների միջոցով հավասար դաշտ է ստեղծում բոլորի համար, որպեսզի սահմանափակի անպատասխանատու ընկերությունների կողմից հանրությանը կեղծ տեղեկատվությամբ ապակողնորոշելու հնարավորությունները։ Այս գործիքակազմը նաև ներդրումներ է ներգրավում դեպի մեր երկիր, որը հնարավորություն է տալիս, որ մարդիկ վստահ լինեն, որ ընկերությունները հետևում են որոշակի չափանիշների։ But what it also does is it attracts investment into the country because Այս կամ այն ծրագրում ներդրում կատարելիս մարդիկ գիտեն, որ սա վստահելի ծրագիր է, հետևում է սահմանված չափանիշների։ Այդ թվում նաև բնապահպանական եւ սոցիալական կայուն զարգացման առումով հանքարդյունաբերական ծրագրի բոլոր դետալները թափանցիկ են այս գործիքակազմի շնորհիվ։ Սա նպաստում է ներդրումների ներգրավմանը։ Ես գիտեմ, որ Հայաստանի համար սա է նպատակներից մեկը, եւ նման համակարգի ներգրավումը նույնպես դիտարկվում է։ Armenia is actively busy implementing a similar system. So I would say that is a good jumping off point. Պարոնես, իհարկե, ինչպես եւ մյուս երկրներում, Հայաստանում եւս հանքարդյունաբերությունը հաճախ դառնում է լարված քննարկումների թեմա։ Այս առումով ինչ կասեք, ինչպիսի անելիքներ ունի կառավարություն մասնավոր հատվածը։ Over the years Mining.com has we've become sort of a barometer of the industry. Տարիների ընթացքում Mining.com-ը ոլորտի բարոմետրերից մեկն է դարձել։ Ոչ միայն մենք ենք փոխվել այս տարիներին, այլև մենք տեսնում ենք, որ հասարակական վերաբերմունքը նույնպես փոխվել է։ Հասարակությունները, ինչպես նաև կառավարությունները, սկսել են հասկանալ հանքարդյունաբերության կարևորությունը, ոչ միայն որպես տնտեսական ֆակտոր, այլև որպես կյանքի անբաժանելի մաս։ Այն ազդում է կյանքի բոլոր ասպեկտների վրա։ Այսպես, էներգետիկ փոխակերպումը կանաչ էներգետիկան չի կարող գոյություն ունենալ առանց հանքարդյունաբերության։ The energy transition is nowhere without mining. You cannot be environmentally responsible and Բնապահպանական պատասխանատվությունը եւ կանաչ տնտեսությունը հնարավոր չէ պատկերացնել առանց հանքարդյունաբերության, այնպես որ նորից պետք է ընդգծեմ կրթության ու իրազեկման կարևորությունը, բայց նաեւ ահռելի նշանակություն ունի կառավարության աջակցությունը ոլորտին։ Օրենքների, ստանդարտների, կարգավորումների թափանցիկությունը եւ կանխատեսելիությունը կարեւոր են։ Հանքարդյունաբերությունը մեծ կապիտալ ներդրումներ պահանջող ոլորտ է։ Because mining is such a capital intense industry and it takes so long to bring a project into Տարիներ են պետք նախագիծը արտադրող հանք դարձնելու համար։ Շատ դժվար է կանխատեսել ինչ կլինեն մետաղի գները 10 տարի անց, եւ կառավարության կողմից կանխատեսելիությունը ստեղծելը շատ կարեւոր է այս ոլորտի կայուն զարգացմանը։ Those kind of sureties from the government I think is absolutely crucial for the industry to develop. Եվ վերջին հարցը, երբ գործնեության ոլորտ եք ընտրում, ինչու հատկապես հանքարդյունաբերությունը ձեզ հետաքրքրեց։
Actually, I started as a business journalist more than 20 years ago now. Ես ինքս սկսել եմ որպես բիզնես լրագրող ավելի քան 20 տարի առաջ եւ սկսել եմ տեխնոլոգիական ոլորտում, բարձր տեխնոլոգիաների տելեկոմ ոլորտում։ Հետո սկսեցի գրել ավտոմոբիլային ինդուստրիայի մասին, հետո հանքարդյունաբերության մասին։ Ինձ դուր է գալիս այս ոլորտը, քանի որ այն բազմաշերտ է։ Գրեթե բոլոր երկրներ ունեն հանքարդյունաբերություն։ Բոլոր երկրները շատ տարբեր են իրարից, եւ ոլորտը նույնպես շատ տարբեր է։ Տարբերվում է ըստ մետաղների։ Տարբեր է այս կամ այն մետաղի պահանջարկն ու առաջարկը։ Շատ հետաքրքիր, շատ տարբեր հարթություններ ունեցող ոլորտ է, որը քեզ միշտ պահում է ներգրավված։ Եվ այս ոլորտը ուղղակիորեն առնչվում է իմ հետաքրքրության մյուս ոլորտին՝ ավտոմոբիլային արդյունաբերությանը, էլեկտրոմոբիլներին, եւ սա ինձ հնարավորություն է տալիս խոսելու եւ ավտոմոբիլային արդյունաբերության եւ հանքարդյունաբերության մասին, եւ ավելի լավ համադրություն դժվար է պատկերացնել։ So now I can talk about cars and I can talk about mining, and I don't think there's a better combination. Thank you very much. Thank you very much. Thanks for having me. Եթերում սպասված հանդիպումներ եւ հիշեցնեմ, որ մեր սպասված հյուրը Հայաստանում ընթացող հանքարդյունաբերական ֆորումի պատվավոր հյուր Ֆրիկ Էլսն էր, ով նաեւ վկայում է Mining.com հանքարդյունաբերական լրատվամիջոցը։